Դեպեք միանգամից սկսենք կարևորից։ Ով է տակասնում ազգային ժողովում մթնոլորտը։ Ես կարծում եմ ընդդիմությունը հայտնվել է մի այնպիսի ճգնաժամային իրավիճակում, որտեղ պետք է փորձի փողոցային պայքար գեներացնի եւ դա փորձում է անել ազգային ժողովի միջոցով։ Ինչպես։ Եթե ազգային ժողովում վիճում եք, փողոցը կակտիվանում։ Ըստ էության իրենց պատկերացումներն են այդպեսին, այդպես եղավ նաեւ անցած տարի, երբ հունիսի 12-ին Սև Սքեմով նորաթուխ մի քաղաքական գործիչ, որը վայր էր դրել եւ սառեցրել էր իր նախորդ գործունեությունը, որը կրոնական գործունեություն էր եւ հայտ էր ներկայացրել քաղաքական դաշտում, հունիսի 12-ին փորձելով իրավիճակը թեժացնել խորհրդարանական ընդդիմության ծրագրերի հետ։ Հունիսի 12-ին փորձելով իրավիճակը թեժացնել ազգային ժողովի մոտ եւ եթե հիշում եք, այդ օրը նաեւ կառավարության հարց ու պատասխաններ եւ փորձում են այսպես ազգային ժողով փողոց պայքարը ազգային ժողովի միջոցով գեներացնել, բայց քանի որ օրակարգ չկա եւ օրակարգը կեղծ է, հետեւաբար օրակարգը ընտրություններն են, նոր դեմքեր, նոր բեղեր, նոր անուններ, նոր ձևեր, որևէ կերպ ոչինչ իրենց չի օգնում։ Դե ընտրություններ են արժեվում։ Գիտեք, այս մարդիկ պատկերացում չունեն, դա ինչ է։ Այս մարդիկ, այո, այս մարդիկ խոսքը ժողովրդավարության մասին է, ժողովրդավարական ընտրությունների մասին է։ Այս մարդիկ գաղափար չեն կազմում, ինչ է դա նշանակում։ Տարիներ, տասնամյակներ շարունակ զավթելով Հայաստանի Հանրապետության իշխանությունը ժողովրդից, արել են այնպես, ինչպես իրենց է հարմար, եւ արել են այնպես, ինչպես իրենց պատվիրվել է։ Եվ այս մարդիկ չեն պատկերացնում, ինչ է 21 թվականին ընտրություններին մասնակցեցին ձեր նշած մարդիկ եւ հիմա խորհրդարանում են։ Շատ լավ, բայց իրենց պատկերացումները եւ սպասելիքները բացարձակ այլ էին։ Դե հիմա կփորձեն ընդլայնել այդ շրջանակը։ Գիտեք, մենք չենք որոշողը, այսինքն իշխող խմբակցությունը կամ կառավարությունը կամ իշխանությունը չի որոշողը, որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Ճիշտ եք ասում, բայց պայքարը սկսվել է ձեր եւ նախկինների միջեւ։ Դա պայքար է այսօր այն ինչ տեղի ունենում։ Այդ ազգային ժողովի միջադեպից հետո հայտնվեց երկրորդ նախագահի Մամուլի Ասուլիսը, որը ստիպված։ Ինչու ստիպված։ Որովհետև եթե նկատում եք արդեն այն ինչ ժողովրդից որ գողացել են, համակարգերը սկսել են աշխատել, գուցե ոչ ամբողջ թափով, 7 տարի պետք եղավ դրա։ Գուցե, բայց ես ուրախ եմ, որ այդ 7 տարիների ընթացքում մեզ հաջողվել է կայացնել։ Բայց կա կասկածանք, որ հանուն ընտրությունների է արվում այդ։ Գիտեք, եթե հանուն ընտրությունների լիներ, եկեք անկեղծ լինենք եւ շատ ավելի པարզ խոսենք, լավ, եթե հանուն ընտրությունների լիներ, ապա այդ դեպքում օրինակ քաղաքապետի, Երևանի քաղաքապետի ընտրություններին կամ Երևանի ընտրություններին 50 կամ 100 ձայնը, որը պակասում էր միանձնյա իշխանություն կազմելու Երևան քաղաքում, այդ 100 ձայնը խնդիր չէր լինի։ Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին եւ այդ ժողովրդավարությունը Հայաստանում շատ ավելի նույնիսկ մեր սպասածից շատ ավելի սահմանները ընդլայնված են։ Հետևաբար այստեղ խոսել ընտրություններով պայմանավորված նման իրավիճակ ստեղծելուն թույլ տվեք չհամաձայնել։ Պարզապես մեղմ ասած չհամաձայնել։ Շատ բարի։ Ինչու հիմա է շրջանառության մեջ հայտնվել նորից մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի գործերը։ Գիտեք, եթե լիներ 5 ամիս առաջ դուք նորից հարցնելու էիք ինչու։ Եթե լիներ 6 ամիս հետո դուք նորից ասելու էիք ինչու։ Եթե իրավիճակը այնպես ստեղծվեր, այսինքն հնարավորությունները հասանելի լիներ, 8 ամիս հետո դուք նորից նույն հարցը տալու եք գուցե կապեիք ընտրություններով, բայց այն ինչ տեղի ունենում, դա բնական process է եւ որևէ բանով պայմանավորված չի։ Այնքան բնական, որ պետք է ունենա իր տրամաբանական ավարտը։ Մենք ակնկալում ենք, որ պետք է
այնինչ տեղի ունեցել մինչև վերջ բացահայտվի։ Իսկ երբ դա կունենա դրամաբանական ավարտ, դրա մասին չեմ կարող ասել։ 26 թվականի։ Ոչ։ Չէ։ Գուցե մինչև 26 թվականը չսկսվի այդ process-ը։ Չգիտեմ, մարտի 1-ի դեպքով գործ կամ հոկտեմբերի 27-ի կամ որևէ այլ գործ, բայց դրանք պայմանավորված չեն որևէ երկրում տեղի ունեցող որևէ process։ Այնինչ ասում է երկրորդ նախագահը Հայաստանի եւ հակադարձում գործող իշխանության այն փաստարկներին, որոնք դուք եք ներկայացնում այսքան ժամանակից, կա կշռքի նժարին դնելով այսպիսի հնարավորություն։ Գիտեք, օրինակ Հայաստանի ինչ էր ասել Ռոբերտ Քոչարյանը 7 միլիարդ պարկից 2-ը փոշիացել է Հայաստան։ Օրինակ 1։ Գիտեք, դուք շատ լավ տեղյակ եք ազգային ժողովում այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան եւ երբ այնիշ տեսնում երբ Ռոբերտ Քոչարյանը իր արածների համար հիմա խաղի մեջ է մտցրել եւ ամբողջ պատասխանատվությունը փորձում է ուղղել եւ այս պատասխանատվությունը դնել որդու վրա եւ որդին այս ամենի համար պատասխան տա, ես ցավում եմ նման ծնողի համար, որպես ծնող։ Բացառում եք, որ որդին ինքը իր կյանքն է ապրում, իր քաղաքական ուղին է արտում։ Գիտեք, ամեն վեկտորները ուղղված են դեպի որդի, որ կարողանա նաեւ ինչ որ կերպ խուսափի պատասխանատվությունից, ամբողջ պատասխանատվությունը թողնելով որդու վրա, բայց այստեղ միայն դրա մասին չի խոսքը, հասկանում եք, երկրի թիվ 1 այս պահին նաև մեղադրվող գործը, որը ընթացքի մեջ է դատախազությունն էլ գլխավոր դատախազն էլ այդ մասին խոսեց ազգային ժողովում, մինչ այս հայտնի ամեն դեպքում թվերով կոռուպցիոները խոսում է կոռուպցիայի մասին։ Դուք հասկանում եք ինչի մասին է։ Գուցե այստեղ դուք մեզ այլ տեղ քննադատեք, որ երկրի թիվ 1 կոռուպցիոները մեզ քննադատի։ Ինչի պետք է հասնի այն վիճակին, որ այս մարդը կարող է քննադատել այն իշխանությանը, որը եթե որտեղ չկա համակարգային կոռուպցիա այսօր, բայց եթե կոռուպցիան որևէ դրսևորում է հայտնի դառնում իշխանություններին, ապա նրանք չեն ունենում հովանավորներ եւ ձերբակալվում։ Պատասխանատվություն ստեղծի, որ դուք անքննադատելի եք, հա? Գիտեք, մենք խոսում ենք դրա մասին եւ մենք խնդիրների մասին մենք ենք բարձրաձայնում։ Այն խնդիրների, որ նույնիսկ հանրությունը տեղյակ չէ, դուք դիմախոսներ իրավունք ունեն, բայց մենք ենք բարձրաձայնում դրա։ Գիտեք, եթե դուք մեզ քննադատեք որպես ժողովրդի մասնիկ, եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր մեզ չեն ընտրել, այդ մարդիկ էլ մեզ քննադատեն։ Դա նորմալ է եւ դա այդպես պետք է լինի։ Բայց երբ այն թիմի մեծամասնությունը անցնում է կոռուպցիայով եւ եկել են կոռուպցիայի մասին բարձրաձայնում են եւ քննադատում են, սա մի բանի մասին է խոսում է այն մասին, որ օրենքը սկսել է գործել։ Բերեք ավելի շիտակ խոսենք, հա, եկել է հետ տալու ժամանակը դրա համար է այս կրքերը միանշանակ օրենքը սկսել է ձեր ասած ժամանակը, որ մեզնանից պահանջվել է։ Ես չգիտեմ, երկրորդ նախագահը այսօր հումորով է ասել, թե իրականում ասում է Նիկոլ Փաշինյանը ինձանից հարուստ է այսօր։ Այո, ես ասում եմ, սրա համար իսկապես քննադատությունը կարող է մեզ ուղղված լինել հենց այդ մասով, որ թիվ 1 կոռուպցիոները կարող է քննադատել եւ կոռուպցիայի մեջ մեղադրել այսօրվա իշխանություններին այն դեպքում, երբ այսօրվա իրականության մեջ չկա որևէ համակարգային կոռուպցիա։ Եվ այստեղ այո, մարդիկ, ովքեր գողացել են, այս մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվություն։ Եվ սա պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկն է համարում Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի սրանով վեկտորները այլ ուղղությամբ ուղղի, կարողանա որոշակիորեն Այսինքն այնուամենայնիվ պաշտպանվել, այլ ոչ թե գնալ ընտրությունների, որտեղ ընտրություններին գնալու համար ինչ որ կերպ պետք է քաղաքական դաշտը, քանի որ իրենք նաև պատվերներ ունեն,
պետք է այդ պատվերները իրականացնեն կատարեն։ Դրսի մասին է։ Միանշանակ դա ներսից պատվիրը որտեղ է երևում այդ միջամտությունը։ Մենք բազմաթիվ անգամներ դրա մասին իրար հետ ենք խոսել եւ իր հարցազրույցում ըստ էության նա խոսում է նշмарում է այդ ուղղության մասին կամ այն կենտրոնների մասին, որից ինքը ուղղորդվում է։ Բելարուս, Մոսկվա, հա։ Դա ակնհայտ է։ Դա ակնհայտ է։ Դե դա ավելի լավ չի, որ մարդը չի թաքցնում իր կողմնորոշումը։ Գիտեք, մարդը չի կարող թաքցնել պարզապես, որովհետև նաև այս մարդու նկատմամբ կան ճնշումներ, հետեւաբար որտեղ պետք է թաքցնի, իհարկե, դա միանշանակ է եւ ակնհայտ։